Ինչպես եք վերաբերվում, որ Նիկոլ Փաշինյանը ամենօրվա ռեժիմով քննադատում է հայ առաքելական եկեղեցուն, սրբազաններն են կալանավորվել, մեր Շիրակի թեմի առաջնորդը երկամսյա կալանքի է ենթարկվել։ Այսինքն ամենօրյա ռեժիմով, հա? Ամենօր գրառումներ է կատարում, որտեղ քննադատում է հոգևորականներին։ Իսկ հոգևորականներին ինչի՞ չեն հագադարձում, եթե ոչ մի, պես իրանք շատ անմեղ են, ինչի՞ չեն հագադարձում։ Հայ առաքելական եւ բոլորս, մենք սովորական մագանացուներից հայ առաքելական եկեղեցու հետևորդներն ենք։ Մենք գնում ենք եկեղեցի, մեր ուխտը կատարել գալիս ենք։ Իսկ լավ չէ որ դրսից այդ ժողովուրդը, որը հանապազորը հացի համար է մի գոյատևում, իրան տարած մոմը տանու բարը ոչ թե եկեղեցու ծառն կրգնագի գնով։ Հայ առաքելական եկեղեցու տերները, ընդհանրապես եպիսկոպոսները, սրբազանները անվճար կնունք, ծնունդ, մահ անում են, լսել ենք մենք, չէ։ Այսինքն ճիշտ եք համարում Նիկոլ Փաշինյանի այդ ամենօրյա, այսպես ասած, վարկաբեկումները հոգևորականներին։ Մի րոպե, հոգևորականներին ըստ ընձի վարկաբեկելը վարչապետը կարծեմ չէր վարկաբեկում, ես ինչքան լսում եմ երբ ասում է սրբապիղծ, մանկապիղծ, դա վարկաբեկել չէ։ Աղջիկը չէ որ դրանք բոլորը փաստացի վկայություններ են, վկայություններ, փաստացի։ Ուրեմն մարդը հիմք ունի, որ խոսում է, իսկ ցանկացած ոք լինի երկրի վարչապետ, լինի սովորական մարդ, պետք է իրան ասածների տեղը պատասխան տա, չէ։ Մենք զանազանում ենք, տարբերում ենք տերներին եւ առաքելական եկեղեցուն, ժողովուրդը երբեք իր եկեղեցուն դեմ դուրս չի գալիս, իսկ տերների դեմ հաջախակի։ Չէ՞ եկեղեցին մեր տունն է։ Նիկոլ Փաշինյանն է դուրս եկել, ոչ թե ժողովուրդը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը մենակ դուրս է եկել տերների դեմ։ Եկեղեցու դեմ։ Ոչ, տերերը մեկ այլ հասկացում են, եկեղեցին կանգուն է, եկեղեցին մնայուն է, եկեղեցին հայ ժողովրդի սեփականությունն է, իսկ տերերը գնում ու գալիս են։ Իսկ ինչպես եք գնահատում, որ այսօր Շիրակի թեմի առաջնորդը կալանքի տակ է։ Շիրակի թեմի առաջնորդը, որքան հիշում եմ, միշտ դիտել եմ նրա ելույթները, միշտ ինչի կոչ էր անում, հեղաշրջման կոչ։ Միշտ ձերբակալել, միշտ ուզում էր որ վարչապետին ձերբակալեն։ Միշտ այդ խոսքերը լսել եմ, հենց մարդիկ ասել են, պետք է եկել է, չէ՞, փոխհատուցման ժամանակը, ով որ ինչ ասել է, պետք է նաև պատասխան տա, չէ՞։ Նորմալ համարում եք, որ սրբազանները 2 ամսով կալանավորել։ Ես պոլիտիկայով вообще չեմ զբաղվել։ Ինչ վերաբերում եք օրինակ մեր թեմի առաջնորդ Միքայել Արկեփյանը։ Ես հեշմեգինը չեմ ճանճել։ Չեմ ճանճել։ Ես տերներին ինչ կճանճել։ Յաբա, ոստերներին չեմ ճանճել։ Թող իմ ընկերներս են, 10 ընկերներս են որ գնան։ Նորմալ համարում եք, որ Նիկոլ Փաշինյանը քննադատում է եկեղեցուն, հոգևորականներին։ Լսի, ես ցավը տանում, ես ոչ գիտեմ պոլիտիկան ո՞րն է, ոչ նորմալ է, ոչ աննորմալ է։ Ես գիտեմ, որ մենք էշ եղել ենք, էշը պետք է էշտա, էդ է։ Նիկոլ Փաշինյանը քահանաներին սրբապիղծեր է անվանում, մանկապիղծներ, սրբապիղծներ, ամենօրյա ռեժիմով քննադատում է։ Ես խաբար չեմ, ինչ կուզեն է թող քննադատի, չեմ դադի որ չդադվի։ Ղաչատաղյանի եք երկրի առնչությունը։ Բացարձակ, ես չեմ ճանճել, ես չեմ ճանճել։ Չեմ ճանճել, вообще չեմ ճանճել։ Նիկոլ Փաշինյանին ինչպես եք վերաբերվում։ Ոնցի ոչ Նիկոլն է հետաքրքիր, ոչ Սերժն է հետաքրքիր, ոչ Խոչարյանն է հետաքրքիր։ Մեկ է մենք մեր իշխությունը բդենենք, մեկ էլ մեր երեխեքը կերտամուտքա զոհ եղեն։ Մեր բան ոչ դասակարգի։ Ոչ ոչի երեխեն է գնաց է կրվեզովել ու նստել արտել է։ Էդ է, всё։
Դու քո ապրելակերպությունդ գո ես, հարց կտամ քեզի։ Հա? Ինչ, սա հակապ չէ։ Չեք ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Ընտրել եմ, ինչ։ Ձեր ընտրությունից։ Իմ ընտրությունը ես ինչ գիտեմ, թե դու մեզ տունը մնիս ընտրի խապես։ Դու եկել ես իմ տունս ջուր ես խմել։ Ես եսել եմ լավ ես Անուշեմ։ Դու քո սաղը խապեք կմեզի մենք մեղավ։ Ես Նիկոլին չեմ ճանճի։ Դա ռազես, սա ես там հոգ